Բարի բարեկամ, դիտելով հոլովակը մինչև վերջ դուք իմանաս, թե ինչպես օգտագործված զարդերից ստանալ մաքրամաքուր ծուլակտոր հետագա արտադրության համար։ Պրոցեսի ամենասկզբից օգտագործված զարդերը տարբեր հարկերի հալվում են մեկ ընդհանուր տարայում, խառնվում, որպեսզի ստացվի մեկ ընդհանուր զանգված, որից հետո զանգվածը կատարվում է լազերային ստուգում։ Լազերային ստուգումից հետո իմանալով հարկը ավելացվում է տղին համապատասխան չափաբաժիններով։ Տղին ավելացնելուց հետո ևս մեկ անգամ հալվում է, հալվելուց հետո արդեն սկսվում է վարձելու գործընթացը։ Վարձվում է այնքան ժամանակ, մինչև ոսկյա զանգվածը ստանա թղթի նման բարակ տեսք։ Թղթի նման բարակ տեսք ստանալուց հետո արդեն կտրատվում է, լցվում տարան։ Տարայում լցվում է ազոտաթթուն և եռացվում այնքան ժամանակ, երբ ամպեքս մետաղները թթվի տեսքով կհեռանան և կմնա միայն մաքրամաքուր ոսկի։ Մաքրամաքուր ոսկին զուլալ ազոտագիրում եռացնելուց հետո արդեն ավելացնում ենք մենք հաջորդ տարայի մեջ, որտեղ կատարվում է չորացման աշխատանքները, որից հետո մաքրամաքուր ոսկին կրակի միջոցով մեկ այլ տարայի մեջ ստանում է մեզ բոլորիս այդքան հայտնի ու բոլորիս կողմից այդքան սիրված մաքրամաքուր 3-9 ոսկու ծուլակտորը։ Բարի բարեկամ, եթե դու հավանեցիր հոլովակը, չմոռանաս հետևել էջին և թող